արդարացի եք համարում Գագիկ Ծառուկյանի կալանավորումը։ Նաև ձերբակալելու այդ կադրերը, որ գետնին տապալեցին հետո։ Ձերբակալելու կադրերը հաճելի չեն իհարկե, ոչ մեկի համար հաճելի չեն։ Կարծում եմ, որ բնականon է, հիմա եկել են ձերբակալելու, բա ինչ պիտի անեին։ Բայց դիմադրություն ցույց չէր տալիս Գագիկ Ծառուկյանը։ Ով կարող է ասել դիմադրություն ցույց էր տալիս, թե ցույց չէր տալիս։ Կարող է մի բաց բան ասել կամ չգիտեմ, դե դա բնականon է եւ չգիտեմ, ձերբակալությունը միշտ էլ հաճելի բան չի, հիմա ինչ ձևով են անում, անգամ եթե խոնարելով տանեին իրան, միևնույն է, տհաճ բան է։ Իսկ ինչ վերաբերվում է ձերբակալությանը, ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի եւ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, կարծում եմ, որ էլի ձերբակալություններ կլինեն ոչ թե կապված Գագիկ Ծառուկյանի հետ, այլ մնացածի հետ, ովքեր որ իրենց ընդդիմադիր են համարում եւ Հայաստան այսպես կոչված անունով անվան տակ են հանդես գալիս, ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, չգիտեմ, Հայաստան դաշինք, չգիտեմ ինչ, Հայաստան անունը իհարկե արդեն բոլորիս համար հարազատ է եւ բոլորիս էության մասն է կազմում, սակրալ հասկացողություն է, ինձ թվում է ոչ մեկին պետք չի թույլ տալ, որպեսզի իրենք իրենց Հայաստան անվանեն կամ Արմենիա։ Իսկ որ այս ընթացքում արտիստները արգրավեցին եւ արտիստներից մեկը քնից չարտնացավ։ Հասային Դե հիմա ինձ էլ անեին, երևի ես էլ չէի արտնանա էլի քնիցս։ Իրես մեկը արտնանում է, մեկը չի արտնանում, պետք չի դրան հասցնել էլի։ Երկու բառ ասեմ ավետարանից։ Հովհաննես Մկրտչի ասածով ասեմ, ասում էր եւ հոսելին նրա ձեռքին է, եւ նա իր կալը կսրբե, եւ ցորենն իր ամբարներում կժողովե, իսկ դարմանը կայրե անշեջ կրակով։ Հիմա հոսելին ում ձեռքում որայա, նա էլ պետք է իր գործը անի։ Ոչ ոքի չի կարելի մեղադրել եւ ոչ ոքի չի կարելի պարսավել։ Ով էլ լիներ, դուք էլ ես էլ լինեինք, երևի նույնը պետք է անեինք, որտեղ մեծ խոսելը միշտ էլ լավ բանի չի կարող բերել, էլի։